Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի դահավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արուսյակ Մանավազյանին։ Բարև ձեզ Տիկին Մանավազյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը 5 հարց է ուղղել Սամվել Կարապետյանին եւ այդ հարցու պատասխանի ժամանակ Սամվել Կարապետյանը խոսել է Սյունիքը կորցնելու մասին։ Ձեզ մոտ դեժավյու չի առաջացնում այս խոսույթը, մանավանդ որ եւ չի հիշեցնում այլ ուժի, որը կրկնում էր այդ թեզերը եւ ինչ նպատակ ունի այդ հերկված թեզերը կրկին առաջ բերելը։ Գիտեք, իմ մոտ ոչ միայն դեժավյու, այլ առհասարակ իրենց խոսույթը վերջին շրջանում դարձել է ավելի փրփուրներից կախված լինելու խոսույթ եւ փորձելու են մի ուժ, որ եկել է Հայաստանի Հանրապետություն, գործուղված է Հայաստանի Հանրապետություն, չգիտեմ, բոլորիս պարզ է ինչ ելք է ունենալու ընտրությունները իրենց ներկայությունով, բայց այդ ուժը այսօր եկել է եւ խոսում է Սյունիքը կորցնելուց, խոսում է անվտանգությունից։ Իհարկե գիտենք որտեղից են գալիս այդ խոսույթները եւ իհարկե մենք տեսնում ենք նաեւ մեր քաղաքացիների վերաբերմունքը, իրենք տեսնում են նաեւ քաղաքացիների վերաբերմունքը իրենց խոսույթին եւ իրենց վերաբերմունքին, զուտ այդ խոսույթի արձագանքը նկատում են նաև քաղաքացիներից, եթե մենք մեզ մի կողմ թողնենք, որպես այսօր Հայաստանի Հանրապետությունում իշխող կուսակցություն, իշխանություն, որ անդադար բերել ենք Հայաստանի Հանրապետությունը, անդադար խոսում ենք խաղաղությունից եւ այսօր ունենք ձեռք բերված խաղաղություն, իրենք այսօր իհարկե պատերազմի կուսակցությունն են, պատերազմի ներկայացուցիչներն են եւ այսօր եկել են այդ խոսույթը առաջ տանելու։ Միանշանակ պետք է ահաբեկեն նման վախերով մարդկանց, բայց չեն հասկանում, որ այսօր մեր քաղաքացիները շատ իրավագիտակից են, շատ լավ թացը չորից տարբերում են եւ այս զույգը լավ կանի իր խոսակցությունը տեղափոխի իրենց հայրենիք, իրենց պետություն, որտեղից եկել են, այնտեղ էլ թող շարունակեն իրենց քաղաքական գործունեությունը եւ այնտեղ ավելի շատ սրտացավ են իրենց համար եւ իրենց քաղաքական գործունեության համար եւ Հայաստանի Հանրապետությունը իրենց համար տենդեր չի, որ եկել են այստեղ շահելու, թող գնան իրենց տենդերները, իրենց բիզնեսները, որտեղ ունեն, զարգանում են, բարգավաճում են, այնտեղ էլ շարունակեն իրենց գործունեությունը։ Ինչպես վարչապետն է նշում, պատերազմի եռագլուխ կուսակցության տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է, սակայն այդ նույն հարցու պատասխանի ժամանակ Սամվել Կարապետյանը ըստ էության չբացառեց Ծառուկյան-Քոչարյան համագործակցության մասին, թեև ասաց, որ ինքը ավելի մեծ շանսեր ունի հաղթելու։ Ինչ է կատարվում։ Ես ինքս էլ անկեղծ ամեն անգամ որևէ ձայնագրություն լսելուց, որևէ խոսակցություն իրենց հարցազրույցները ականջից կողքով անցնելուց չեմ կարողանում հասկանալ վերջը իրենք ով ում է սատարում, ով ում հետ պետք է ինչ կոալիցիա կազմի, բայց վարչապետը իհարկե մեր ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ, կատարողականի քննարկման ժամանակ շատ պարզ արտահայտեց իրենց, որ խաղաքարտերը խառնել են եւ բաժանել են 3 կուսակցությունների մեջ, միանշանակ 3 ուժերը իրար հետ, իրարով տարբեր նույնիսկ Հայաստան դաշինքի ներկայացուցիչը падգամավորը գնացել եւ ներկայացել այսօր Ծառուկյանի ցուցակում, այսինքն սա խոսում է այն մասին, որ այո, իրենք պասերով խաղալ են եւ իհարկե այդ իրենց փոխադարձ երկխոսությանը միշտ ականատես ենք լինելու։ Ես կարծում եմ մենք ոչ թե պետքա նայենք, թե իրենք ինչպես են իրար հետ հարաբերվում եւ ով ում ինչպես է պատկերացնում, մենք պետք է ուղղակի մեր քաղաքացիներին ուղիղ խոսքով ասենք, որ սա ուղղակի ընտրություն չէ, սա շատ կարևոր ընտրություն է մեր պետության հետագա լինել չլինելու, ունենալու եւ ամուր պետություն կառուցելու համար եւ սա կուսակցությունների ընտրություն չէ, սա բացառիկ ընտրություն է Հայաստանի Հանրապետության ապագայի համար։ Եղբոր որդին բոլոր պատե համապատե առիթներով ասում էր, որ իրենք նախկինների հետ կապ չեն ունենալու, սակայն հորեղբայրը այդ հարցու պատասխանի ժամանակ արդեն բաց տեքստով ասաց, որ համագործակցություն լինելու է։ Մեկը մյուսից տեղյակ չէ եւ բոլորը ինչ որ բաներ է խոսում, բայց իրականում որպեսզի մեր քաղաքացիները շատ իրազեկ լինեն իրենց հարաբերությունից, այո, իրանք մեկ
մարդ են եւ իրենք որքան էլ իրար հետ նախկին օլիգարխներն են, ովքեր այլ երկրից եկել են այսօր եւ որոշում են Հայաստանի Հանրապետության ապագան։ Մենք քաղաքացիներս թույլ չենք տալու, որ ուրիշ երկրի քաղաքացին գա ելույթ ունենա, փորձի շրջանցելով օրենքը ներկայացնի քաղաքացիներ, որ ինքը լինելու է վարչապետի տեխնացու, դա չկա որևէ տեղ գրված եւ որևէ տեղ ամրագրված, այսինքն այդ մարդու ընկալման մեջ կա, որ օրենքը ստորադասում իր ցանկություններին, այսինքն օրենքն է գերակա այսօր եւ ինքը չի կարող լինել վարչապետի տեխնացու, բայց ինքը մրցում է այսօր եւ կանգնում խոսում է այնպիսի անպագորգոր հայտարարություններ անում, որ իհարկե ես շփվում եմ շատ մեր քաղաքացիների հետ, մենք ունենում ենք բազմաթիվ հանդիպումներ եւ հանդիպումները ցույց են տալիս, որ իհարկե որևէ մեկը իրենց արտահայտած, իրենց արտաբերած մտքերին կարևորություն չեն տալիս։ Շատ բազմաթիվ փորձագետներ Սամվել Կարապետյանի մասին ասում են, որ նա կոնկրետ երկրից գործողված է, բացի դա նրա համար Ռուսաստանի Դաշնության նախագահը խոսեց, որպեսզի թույլ տան գա եւ Հայաստանում մասնակցի ընտրություններին, եւ այս մարդը իր հայտնի հարցու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասում է, որ իր շեֆը թույլ չի տա գջղայնանա նկատի ունենալով Ալիևին։ Դες կարծում եմ ձեր հարցը հենց արդեն պատասխան է ներառում, իհարկե մարդ ով մեր ծանր օրերի ժամանակ հայտարարությամբ է հանդես եկել կողմերին նստել բանակցային սեղանի շուրջ, իհարկե դա արդեն խոսում է այն մասին, որ իր հայրենիք, իր պետությունը Հայաստանի Հանրապետությունը չէ։ Ինքը ունի ղեկավար եւ իր ղեկավարի մոտ եւ ինքը իսկապես մենք ուղղակի չենք ասում եւ մարդիկ գիտեն այդ մասին։ Պարզապես քանի որ հիմա փորձում են նաեւ ընտրակաշառքով մարդկանց բերել իրենց դաշտ, որովհետև այս հայտարարությունները այնքան ակնհայտ են եւ ակներև են, որ չի կպնում մարդկանց մտքին, գլխին, չգիտեմ, սրտին եւ չեն կարողանում հավատալ իրենց խոսքերին, որովհետև փուչ են եւ ունայն եւ իհարկե մտածածին են, փորձում են ընտրակաշառքով, բայց ես նաեւ օգտվելով այս հնարավորությունից մեր քաղաքացիներին ուզում եմ ասել, որ մի տրվեք այդ ամենին, իսկապես տեսնում եք մի քանի տասնյակ ընտրակաշառքի դեպքեր կան արդեն արձանագրված եւ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարությամբ է հանդես գալիս, խնդրում ենք նաեւ լինել զգոն, որովհետեւ եւ ընտրակաշառք վերցնողը եւ տվողը պատասխանատվության են ենթարկվելու, շատ խիստ է լինելու իրավապահների կողմից այդ ամենը կարգավորվելու է, ուստի մի տրվեք այդ ամենին, դուք գնացեք ձեր խղճի մտքի առաջ, ձեր ընտրությունը արեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնառությունը վերցրել եւ կանի այն աշխատանքը, որ քվեախցիկում ձեր քվեարկությունը շատ գաղտնի է լինելու, պահպանվելու է ձեր քվեն բոլոր հնարավոր, այսինքն կազմակերպչական հարցերով ամեն ինչ շատ բարձր մակարդակով տեղի ունենալու, ուստի խնդրում ենք մի տրվեք սուտ իրենց առաջարկներին նկարել ինչ-որ բան, չգիտեմ, գումարը վերցնելուց պատասխանատվություն վերցնել, որ դա պետք է անպայման իրենց հետ համագործակցեք, այսինքն նախ մի վերցրեք որևէ ընտրակաշառք, հետո էլ ձեր քվեարկությունը գաղտնի է, ամեն ինչ պահպանվում է։ Պաշտոններ էին նույնիսկ խոստանում երեք հայտնի ձայնագրությունը արդեն եղավ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության հարցերով այդ Արթուր Ավանեսյանը հայտնի կանդազը կալանավորվեց հենց այդ մեղադրանքով եւ այդպես հերոսացնում էին լեգենդար հետախույզ եւ այլն, կներեք իրենց հասկանալի լեզվով տասովշիկի գործողություններ անելու իմաստ։ Կարծում եմ այդ ձայնագրությունը եւ այդ խոսակցությունը լսելուց ակնհայտ է, որ լեգենդար հերոսը իրենց էլի ստեղծած միֆն է, ուղղակի ես կանրադառնամ իմ տեսած արձագանքներին, որ հանդիպել եմ սոցիալական ցանցերում մարդկանց կողմից այս անձի հետ կապված, կոնկրետ 44 օրյա պատերազմի ժամանակ իրեն միշտ տեսել են ոչ սթափ վիճակում, խոսում են նաև, տեսել եմ իհարկե, որ այս հերոսը, այսպես ասած, իրենց հերոսը, իրենց նկարագրած հերոսը մարտի 1-ի գործողություններում զինված դուրս է եկել ժողովրդի մեջ եւ փորձել է գործողություններ, այսինքն հերոս ինչով է հերոս, երբ սեփական ժողովրդի դեմ է դուրս գալիս, բայց ես
հանուն արդարության պետք է ասեմ, որ այս մեկնաբանությունները տեսել եմ սոցիալական ցանցերում եւ իհարկե իր ձայնագրությունը լսելով կարծում եմ բոլորիս մոտ կարծիքը պարզ է, ինչ կարծիք ունենք տվյալ անձի վերաբերյալ, ինքը ինչպես կարող է լինելով նախկին հետախույզ կամ հետախույզ եւ ուղիղ կապով ուղղակի հայտնվել հակակոռուպցիոնի ձեռքում որպես պաշտոն խոստացող եւ ընտրակաշառք խոստացող, սա եւս բավականին խոսում է այդ մարդու մասին եւ գիտեք իրենց միֆերից մեկը նաեւ հենց նման կերպարների իրենց շարքում ներգրավելն է, որպեսզի կարողանան ստեղծել ուժեղ ինչ-որ հերոսի կամ ուժեղ մարդու կերպարի կամ ուժի իմիտացիա, բայց իրականում ներքևում փուչ է եւ դատարկ եւ իրենք որևէ ոչ մասնագիտական կարողություններով, ոչ չես հասկանում վերջի իրենց ուժը ինչպես են ձևավորում գործող խոսացող մարդկանց մեծ մաս իրենց ցուցակում չկա։ Իրենց ցուցակը երբ նայեք ուզում ենք պատկերացնել ինչպես են եւ ինչ սկզբունքով են այդ ցուցակը կազմել եւ մարդկանց ներգրավել եւ իհարկե եւ ասեմ ցուցակում ներգրաված մարդկանց մեծ մասը ընդհանրապես որևէ տեղ հրապարակային ոչ խոսում է եւ ոչ ներկայանում է եւ կուզում հասարակության վերաբերմունքի մասին խոսենք, հա վաճառապետին հարվածելու փորձ արած երիտասարդը անչափահաս է, դպրոցը չի ավարտել, այն մեկը կերակրող մայր է, սա էլ լեգենդար հետախույզ է, այսինքն հանցանք կատարել եւ հետո գտնել ինչ որ մեղմացնող հանգամանքներ արդարացնելով որ կերակրող մայր է, հետախույզ է, սա որքանով է ճիշտ։ Նախ պետք չի որևէ հանցանք արդարացնել։ Ես կրկնում եմ, օրենքը հավասար է բոլորի առաջ։ Օրենքը պետք է հարգենք։ Եվ եթե ես հիմա խնդրում եմ քաղաքացիներին չտրվել նման սադրանքների, չտրվել ընտրակաշառք վերցնելու գայթակղության անգամ, դա հենց այնպես չեմ ասում, խնդրում եմ, որովհետև դա եթե կատարի ցանկացած մարդ իմ երկրի քաղաքացին է եւ ես չեմ ուզի իրեն տեսնեմ երկամսյա կալանքում, երամսյա կալանքում եւ առհասարակ պատասխանատվության ենթարկվի, որը խստագույնս արվելու է, որպեսզի այս ընթացքում, որը շատ կարևոր ընթացք է մինչև ընտրություններ, բոլորին խնդրում եմ չտրվել դրան եւ արդարացնել ցանկացած ընտրակաշառքի դեպք համարում եմ անթույլատրելի։ Եվ նաև ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները ինչ որ օրեր են նշում, թե ահա այսքան օրից Սամվել Կարապետյանը գալու է, դառնալու է վարչապետ, որտեղից այդ ուժին այդ վստահությունը ուժեղ մարդը առհասարակ հույսը կդնի ընտրակաշառքի վրա։ Ինչպես է։ Հիմա տեսեք, այնքան է թույլացել իրենց գործունեության շրջանակը, որ փորձում են հիմա ավելի շատ իրենց հույսը դնել սուտ մտածածին հայտարարությունների վրա, փորձելով սևացնել, ինչ որ բաներ ասել իշխանության հետ կապված, գործողությունների հետ կապված, բայց իրենք որևէ հնարավորություն իմ կանխատեսմամբ այսօր չունեն եւ դրա համար սկսել են արդեն փրփուրներից կախվելով ինչ որ հայտարարություններ անել, ընդհանուր միջև անվտանգության, Հայաստանի Հանրապետության անվտանգությանն են կպնում, որը իհարկե շատ վատ է, ես խորհուրդ կտամ իրենց գնալ իրենց բիզնեսներով զբաղվեն, եթե իհարկե կարող են, որտեղ այդ բիզնեսից մեկը Հայաստանի Հանրապետությունում տեսել ենք ինչպես են իրենք կառավարում եւ հեծի կառավարումը բոլորիս աչքի առաջ է եղել, տեսել ենք ինչպես են իրենք աշխատակիցներին վերաբերվում, ինչպես են կառավարում նաեւ սովորական գրասենյակները հեծի, որոնց ենթակառուցվածքների մաշվածությունը հասնում է, չգիտեմ, անսահման հեռուն է գնում եւ ես այսօր մեր գործընկերոջի իհարկե մեր այսօրվա հեծի կառավարիչին տեսնելով հասկանում եմ ծանրաբեռնվածություն եւ պատասխանատվություն այդ աշխատանքի, որովհետեւ տարիներով պետք է աշխատել, որ կարողանանք վերականգնենք եւ թարմացնենք եւ նորացնենք եւ այդ ներդրումները, որը տարիներով արել ենք, իր նպատակին կարողանա ծառայի այսօր։ Եվ նաև այդ 300,000 աշխատատեղեր բացելը եւ այլն ավտոբուսներն են շրջում, դուք էլ վստահաբար տեսած կլինեք։ Մինչդեռ մեր վիճակագրությունը արդեն հայտնի է, 8 տարվա մեջ իշխող ուժը հենց 300,000 կամ մի քիչ ավել աշխատատեղ արդեն ստեղծել է, ել չհաշված մանկապարտեզներ, դպրոցներ, այլ ենթակառուցվածքների զարգացում, որը այս մարդիկ չեն ուզում տեսնել եւ իրենց թվում է, որ իրենց գալով է Հայաստանի վրա լուսաբաց լինելու։ Ասեմ, որ իրենց տված բոլոր որ դեռ խոստում են, իրենք որպես խոստում
պատում են դա տալիս, մեր իշխանությունը դա արել է։ Կարող եմ անթիվ անհամար թվարկումներ անել, անթիվ անհամար ենթակառուցվածքներից սկսենք ճանապարհներ, լուսավորություն փողոցների, կարող եմ ասել մանկապարտեզ, դպրոց, չգիտեմ, ինչ հնարավոր է, աշխատատեղերը, որ նշում եք, այսինքն մենք դեռ իրենք ինչ որ ասում են, մենք արդեն արել ենք, ես չգիտեմ իրանք ինչ են դա խոստան, փոքր եւ միջին ձեռնարկությունների հետ կապված ասում են 0% հարկ պետք է, մենք այո, միկրո ձեռնարկատիրության շրջանում հարկ չեմ վճարում, այլ բանա, որ գործունեության շրջանակն է, եւ մի շարք այլ թվարկումներ կարող եմ անել, այսօր մեր ներդրած այսինքն բյուջեն երկու անգամ եւ ավելի ավելացել է այս տարիների ընթացքում, ինչի հաշվին է, եւ ընդհանրապես շինարարությունը պիկին է, այսինքն երոզեր է ամեն տեղ եւ Հայաստանի Հանրապետությունը այսօր ծաղկում է, ես պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր այնքան աշխատանք է արվում, որքան վերջին մի քանի տասնամյակում չի արվել, եւ այդ աշխատանքը իր արդյունքը տալիս է։ Տեսեք, քաղաքացին երբ հարկ է վճարում, այսօր օրինակ, ցանկացած մարզի բնակավայրում այնքան աշխատանք է արվում, որ այդ քաղաքացու գույքը, անշարժ գույքը 30% ավելացել է, այսինքն իր հողը, իր բնակարանը անշարժ գույքի շուկայում, եթե տեսնեք նաև վիճակագրությունը, տեսնեք եւ կադաստրի կոմիտեն հայտարարել են, որ մարզերում անշարժ գույքը 30% վերջին 1 տարվա ընթացքում ավելացել է։ Դա ուղղակի անուղղակի տեսքով վերադառնում է իր տված հարկը, անուղղակի տեսքով վերադառնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն իր գույքի թանկացմամբ։ Եվ սա ամենացցուն, ամենապարզ, ամենաակներև փաստն է եւ ապացույցն է, որ Հայաստանի Հանրապետության բյուջեն նպատակային արդյունավետ ծախսվում է եւ այն վերադարձվում է քաղաքացուն։ Թերևս տեղին է նաեւ հիշեցնել, որ հիմա գոնե կառավարության եւ այլ գերատեսչությունների առջեւ չեն հավաքվում աշխատավարձ ուզող քաղաքացիներ, ինչպես օրինակ երբ իր եղբայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր եւ երբ նայրիցիները եկել էին պահանջելու իրենց ամիսներով չվճարված աշխատավարձը, Կարեն Կարապետյանը նրանցից մեկին համբալ էր անվանել։ Ես ասեմ, որ այո, իրենց վերաբերմունքը մարդկանց շարունակելու են նույն կերպ եւ շարունակում են նույն կերպ լինել, ինչի ակներով տեսանք նաեւ իրենց շունուշանգյալ արտահայտությունը, իր պահվածքի, իր կեցվածքը նույն այդ մարդու ինչպես է վերաբերվում, իրենք եկել են մի երկրից, որտեղ վարքագիծը այդպիսին է, այստեղ լինելու են եւ շարունակելու են այնպես, ինչպես իրենց պահել են եւ պահում են, այսինքն եւ այն ժամանակ, երբ եղել է աշխատակազմի ղեկավար եւ հիմա, երբ ապրում է ուրիշ երկրում եւ այդ երկրի նույն կաշառքի հետ կապված մեթոդները, այնտեղից բոլոր իրենց հայրենիքից բերում են եւ փորձում են այստեղ, բայց մենք դա թույլ չենք տալու միանշանակ եւ մենք թույլ չենք տալու, որովհետեւ այս ընտրությունը ազատության եւ բռնության մասին է, պետություն ունենալ եւ չունենալու մասին է եւ մեր քաղաքացին այսօր ես կարող եմ ասել վստահ կարող եմ ասել ընտրելու ազատությունը, այն ազատությունը, որ այսօր կա, ոչ մեկ չի թույլ տալու, որպեսզի հետ վերադարձ լինի նախկին, նախորդ բարքեր եւ մենք ունենալու ենք ինքնիշխան ազատ պետություն։ Նախընտրական այս թեժ փուլում թեժ է նաեւ որոշ ընդդիմադիրների մեջ, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը ռուսական ԶԼՄ-ին տված հարցազրույցում ասել է, որ ամենից շատ զղջում է իրավահաջորդի ընտրության համար, Սերժ Սարգսյանն էլ արձագանքել է եւ ասել, որ գրեթե 2 տասնամյակ է այդ նույն բառերը ես լսել եմ տարբեր աղբյուրներից, 3 էլ սկզբն աղբյուրից լսեցինք, ինձ համար դա նորություն չէ։ Իսկապես նրանք ունեն այդ հակասությունը, թե էլի հերթական նախընտրական ինչ որ մի դրսևորում է։ Գիտեք, ոչ մեկ չի հասկանում իրենց կոնֆլիկտը եւ իրենց սերը միմյանց նկատմամբ, որովհետեւ դա հաճախ տեսել ենք նաեւ ազգային ժողովում, երբ իրենց համակիրները եւ իրենց քաղաքական ուժի ներկայացուցիչները բարբերաբար կամ իրար հետ կամ իրար սեր են խոստովանել կամ սկսել են իրար ինչ ասել, այսինքն դա կա գալիս է, իրանք իրար մեջ միշտ հաշտ են եւ անհաշտ են, բոլոր դեպքերում սա այն պայքարն է եւ այն կռիվն է ընտրություններից առաջ, որ հնարավոր ուժերից ամեն ինչ տեսնելու ենք, ամենակարևոր փաստը նա է, որ մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, մենք միայնակ ենք
բոլոր այս ուժերի դեմ եւ կարող ենք ականատես լինել բազմաթիվ իրենց ներքին սիրո եւ ատելության խոսքերի կոալիցիայի եւ տարանջատման, այսինքն այս ընթացքում մենք միակ ուժն ենք, որ խնդրում ենք մեր քաղաքացիներին, մեր ժողովրդին տեր կանգնեն այն խաղաղությունը, որ մենք այսօր ունենք եւ ձեռք ենք բերել եւ պետք է պահենք, պահպանենք, իսկ մյուս ուժերը իրար մեջ միայն պաշտոնի, աթոռի եւ հնարավոր բոլոր կռիվներն են տալիս, որպեսզի մեր պետությունը ուղղակի ափսեի վրա նվիրեն այլ պետությանը։ Եվ խոսենք հիբրիդային պատերազմների մասին, արդեն ամենօրյա ռեժիմով, թեև տեղեկատվական պոակակառավարության արդեն ստուգել հարթակն է գործարկել, թեև դեռ պիլոտային է, բայց արդեն գործարկված է, էլ ինչ մեթոդներով եք պատրաստվում պայքարել, որտեղ արդեն անցել են երկիչներին, որոնք օրինակ գալիս են, ձեզ հետ լավ են եւ այլն։ Դե թիրախավորելը ընդհանրապես մեզ հետ իրականում դա ավելի սուր էր նախորդի վերջի շրջանում, երբ մարդիկ սկսել են անկաշկանդ աջակցություն հայտնել մեզ, կոտրվել է որոշակի, ես որքան նկատում եմ, բավականին կոտրվել է եւ թիրախավորումը այլևս գիտեք ոնց հիբրիդային պատերազմը կա եւ ուժեղանալու է, ավելի է ուժեղանալու, քան այս պահին կա։ Հնարավոր բոլոր գործիքները օգտագործելու են այն, որպեսզի հասնի իրենց նպատակին, բայց քանի մենք շփվում ենք հողի վրա քաղաքացիների հետ եւ գնում ենք ուղիղ առերես հանդիպումների, սոցիալական ցանցերում կատարվող այդ ամեն ինչը երկրորդական է դառնում եւ իրենց մոտ դա ագրեսիվանալու է, ավելի ուժգին եւ ավելի այլ մեթոդների են դիմելու, որովհետեւ այլ բան է, երբ մարդը նստած տանը հետեւում է սոցիալական ցանցում, ինչ է տեղի ունենում եւ սուտ լուրը, կեղծ լուրը, ապա տեղեկատվությունը փորձում է կամ տարբերել կամ չի էլ փորձում կարդում է եւ մտածում է հենց այդպես է, մինչեւ մենք կփորձենք դրա դեմ ինչ-որ հակառակ ապացուցել եւ ճշմարտությունը խոսել, ինքը արդեն դա կարդացել է եւ հեշտ չի դա հակառակը, ինչքան էլ մենք փորձելու ենք դրա դեմը հնարավոր գործիքներով, հնարավոր միջոցներով առնել, բայց հեշտ չի լինելու։ Երբ դրա այլընտրանքը տեղում մարդկանց հետ շփումն է, երբ այդ շփումը ուղիղ առերես մարդկանց հետ միշտ մենք արել ենք եւ անում ենք, իրենք երկրորդական պլան են մղում, որտեվ այլևս թիրախավորումը, նույն երգիչ-երգչուհիների, նույն, չգիտեմ, դերասանների, նույն հնարավոր բոլոր անուն հեղինակություն ունեցող կամ, չգիտեմ, քիչ թե շատ ճանաչելիություն ունեցող մարդկանց, այլևս երկրորդական տեղ է լինում իրենց թիրախավորելը, որովհետեւ բոլորը հասկանում են, արդեն բոլորը գիտեն, որ եթե մեզ բարևել է, ուրեմն կարելի է թիրախավորել, նույնիսկ իրենք էլ ուշադրություն չեն դարձնում բոլոր դեպքերում, բայց մենք շատ զգոն ենք, որովհետև որքան էլ քաղաքացիներին ասենք, որ հիբրիդային պատերազմ է, թեժ է, պետք է ուշադիր լինենք, ապա տեղեկատվությունը, կեղծ լուրը ճշմարտությունից տարբերենք, ինձ թվում է իրենց տեղերում հենց մեր քաղաքացիները այդ ամենը շատ լավ տարանջատում են եւ շատ լավ հասկանում են ինչ է տեղի ունենում, հատկապես նախընտրական շրջանը այլ շրջան չի, որ չպատկերացնեն, ինձ թվում է մեզանից լավ կարողանում են ճիշտ վերլուծել։ Շնորհակալություն։ Ես շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար